Բարի լույս սիրելիներ։ Այսօր ավագ չորեքշաբթի է։ Այսօր մեր եկեղեցին հիշատակում է նախ եւ առաջ Հուդայի մատնությունը եւ կնոջ ապաշխարությունը եւ դարձը դեպի Քրիստոս, ով լված իր արցունքներով Տիրոջ ոտքերը եւ օծեց յողով։ Այսօր յուրաքանչյուր մեկս անդրադառնում ենք, թե ինչու պիտի մեր Տեր Հիսուս Քրիստոս մատնվեր, ինչու պիտի այդ ամենը լիներ, որովհետեւ Հուդան այդպես որոշեց։ Գիտեք, ընտրության հարցը միշտ Տերը թողնում է մեզ։ Դնում է մեր առջև խնդիրը եւ ասում է՝ ընտրիր, որպեսզի հասկանաս, որ դու ազատ մարդ ես։ Ընտրիր այնպես, ինչպես դու կամենաս։ Ընտրիր այն արժեքներով, որով դու ապրում ես, որը քո մեջ ամբարել ես։ Շատ վտանգավոր է ընտրությունը մեզ համար, սիրելիներ։ Դրա համար տերունական աղոթքի մեջ ասում ենք՝ թող լինի քո կամքը, ինչպես երկնքում, այդպես երկրի վրա։ Այսօր, սիրելիներ, մանավանդ 21-րդ դարում մենք ընտրության հարց ունենք։ Մեր երիտասարդությունը ընտրության հարց ունի։ Մեր ծնողները ընտրության հարց ունեն իրենց զավակների համար։ Զավակներն իրենց ընտրության հարց ունեն։ Մենք բոլորս ընտրության առաջ ենք։ Ամեն օր, ամեն ժամ, կարելի ասել ամեն վայրկյան։ Ինչու՞, որովհետև այսօրվա ընտրությունից կախված է մեր վաղվա օրվա վիճակը։ Ինչպիսին կլինի մեր այսօրվա ընտրությունը, այդպիսին կլինի մեր վաղվա օրը։ Եթե Հուդայի նման պիտի ընտրի մարդը այսօր մատնել Աստծուն, հեռանալ Տիրոջից, ինչ որ մի 30 արձատի համար, վաղվա օրը վայ է լինելու, հավիտենական տանջանք ու չարչարանք է լինելու։ Իսկ եթե Պետրոսի նման պիտի որոշենք, որ անգամ եթե ուրացել ենք, մի բա հեռացել ենք Տիրոջից, բայց ճանապարհ կա վերադառնալու դեպի Քրիստոս, ապա անհապաղ եւ անմիջապես պետք է այդ քայլը նախաձեռնենք եւ դառնանք դեպի Աստված։ Ահա ավագ չորեքշաբթի օրվա խորհուրդը, սիրելիներ, ընտրություն, որտեղ մենք ցույց ենք տալիս Աստծո հետ ենք, թե Աստծո հետ չենք։ Եվ սա շատ կարևոր է։ Եվ սա կենցաղային է անգամ, որովհետև եթե մենք ընտրում ենք, որ մեր երեխաները այսօր սոցցանցերից դուրս չգան, վաղվա օրը դաժան է լինելու։ Եթե մենք ընտրում ենք, որ մեր երեխաները ուտեն ոչ թե առողջ սնունդ, այլ հիվանդ սնունդ, վաղվա օրը դաժան է լինելու։ Եթե մենք ընտրում ենք, որ մեր երեխաները բացեն իրենց պորտերը եւ արաբական երաժշտության կամ մեղեդիների տակ կոնքերը շարժեն, դեռևս պարմանուհի էլ չդարձած, վաղվա օրը դաժան է լինելու։ Եվ այսպես շարունակ բազմաթիվ շերտերով կարելի է խոսել այդ մատնության մասին, որը Աստծուց հեռանալու ճանապարհն է։ Ուրեմն, սիրելիներ, այսօր եկեք անդրադառնանք, որքանով ենք մենք դառնում դեպի Աստված եւ որքանով են մեր արարքները մեզ հեռու պահում Աստծուն մատնելուց։ Աստված օրհնի ամենքիդ։